Յուրաքանչյուր մարդու համար կարևոր է լինել երջանիկ եւ իր կյանքի համար ունենալ ծրագիր։ Ամեն մեկը յուրովի է պատկերացնում այդ ծրագիրը, սակայն երբ Աստված է լինում այդ ծրագրի հեղինակը, ամեն ինչ այլ դասավորվածություն է ունենում։ 1999 թիվն էր։ Ես 47 տարեկան էի եւ աշխարհում էի գտնվում։ Կարծես թե այն տարիքն էր, որ ես պետք է ամեն ինչի արդեն հասած լինեի, իմ կյանքս կարգավորված, երեխաներս, տունը, աշխատանքը, միջավայրը, բայց դա այն ժամանակն էր, երբ որ ամեն ինչ փլուզվեց, որովհետև հիմնված էր աշխարհիկ օրենքների վրա։ Ես դա չէի գիտակցում, պարզապես տառապում էի, պարզապես հոգնած էի, պարզապես հուսահատված էի, պարզապես ինձ համար ամեն օր դա տառապանք ու տանջանք էր։ Ես կգերադասեի, որ լույսը երբեք չբացվեր ու ամեն ինչ վերջանար։ Բայց փառք Աստծո, որ կա Աստված, որը իմ նմաններին ինքը եւ հույս է եւ ինքը մոտենում է, օգնում է, ցույց է տալիս այն ճանապարհը, որը կատարյալ շրջադարձային է լինում ամեն մեկի կյանքում, ով հուսահատված է, ով բեռնված է, ով տրորված, վիրավորված։ Փառք Տիրոջը, որ ինքը ինձ գտավ եւ բերեց իր մոտ։ Ես չհասկացա դա սկզբից, որովհետեւ դա կատարվում էր շատ յուրօրինակ ձևով, ինչ որ մեկը ինձ տանից հանեց, այն նպատակով ես ինքս անձնապես տրամադրված էի, որ ես այլևս տուն չեմ վերադառնալու, որ սա իմ կործանման ճանապարհն է, բայց մեկը ինձ ուղեկցում էր այդ ճանապարհին ու ինձ տարավ, հասցրեց մի վայր, որ ինձ համար բացարձակ անծանոթ էր, ես չէի հասկանում, ես որտեղ եմ, ովքեր են, ինչ է կատարվում այդտեղ, բայց այդտեղը ինձ գրավեց, այդտեղը ինձ տվեց ջերմություն, ես մտա այդ վայրը եւ չէի ուզում այնտեղից հեռանալ, դա շատ հոգեհարազատ ու մի վայր էր, որ բացարձակ անծանոթ մարդիկ ինձ համար շատ ու շատ հաճելի էին։ Ինձ մոտ եկեք ամեն վաստակածներ եւ բեռնավորվածներ, եւ ես հանգիստ կտամ ձեզ, որովհետեւ իմ լուծը քաղցր է եւ իմ բեռը թեթև։ Աստվածաշնչյան հետեւյալ խոսքերը իրական դարձավ Ջեմա Վարդանյանի կյանքում։ Ինչ որ կար իմ կյանքում, այլևս չի լինելու, ամեն ինչ լինելու է նորովի, ես չգիտեի ոնց, ես չգիտեի դա ինչ կերպ պետքա լինի, բայց ես զգում էի, որ իմ կյանքս նորովի սկսվում է, չնայած ես բավականի հասուն մարդ էի։ Ապաշխարությունը իմ կյանքում եկավ շատ հրաշալի ձևով, ինքը զուտ Աստծո խոսքի համեմատ, որովհետև հետագայում, երբ որ ես Աստվածաշունչ ուսումնասիրեցի եւ հիշում էի իմ ապաշխարության ընթացքը, կարծես թե ամեն ինչ լինում էր Աստծո խոսքի համեմատ, ոնց որ նա խոսք էր տվել։ Հռոմեացիս 10-րդ գլխում նա ասում է, որ ամեն իմ անունը կանչողը կփրկվի։ Ես կանչեցի այդ անունը եւ դա բերեց ինձ հույս, եւ ես լսեցի հաջորդ փուլը, որ Տերը ինք կանչում է ինձ իր մոտ եւ ասում է, դա Մատթեոս ավետարանի 11 գլխում է, եկեք ինձ մոտ բոլոր բեռնվածներ եւ հոգնածներ։ Ես լսեցի այդ ձայնը, գնացի դեպի Տերը եւ տվեցի իմ բեռս եւ նա ինձ տվեց իր թեթև լուծը։ Հաջորդ բանը, որ ես զգում էի, դա այն էր, որ իմ մեջ պետք է կյանք մտնի, իսկ այդ կյանքը դա այն ջուրն էր, որ մենակ կարար ամենակարող փրկիչը տար, որովհետև այդ ջուրը խմողը երբեք չի ծարավի։ Աստվածային վերջնոր է այն, որ մարդիկ միաբանվում են մեկ հարցի շուրջ, եւ դա հանձնում Աստծուն, խնդրում Տիրոջը օգնական լինել։ Հենց այս իրողությունն էլ առիթ եղավ, որ Ջեմայի ամուսինը ճանաչի ամենակարող Աստծուն։ Ինձ եկեղեցի բերեց իմ կինը, Ջեման, որին ես շատ շնորհակալ եմ։ Տերը իր միջոցով գործեց։ Հետո այնպես եղավ, որ իմ աշխատանքի տեղը շատ բարդ հարցեր քաշվեցին առաջ,
շատ ծանր էր մեզ համար եւ ես գտնում եի բավականին մեծ ստրեսային վիճակում։ Անկամ գիշերները չէի քնում, որտեվ հետևանքները լավ չէին եւ լավ չեղան որոշ մարդկանց համար։ Ու ես կիսվեցի կնոջս հետ, աշխատում եմ, աշխատանքի տեղից բան չբերեմ տուն, բայց դա այնքան ծանր էր, որ ես ասեցի իրան։ Ու եկավ մի օր ու ասեց, գիտես, մեր ամբողջ եկեղեցին քեզ համար աղոթում էր։ Ինձ շատ զարմանալի դա եղավ, որովհետև ես հասկանում եմ, որ աղոթում են միշտ մոտիկի համար։ Էդ ով են այդ մարդիկ, որ անծանոթի համար աղոթում են, այն է բոլորը։ Ու ես որոշեցի տեսնեմ այդ մարդկանց։ Երբ Աստծո խոսքը ընկալելի դարձավ Ջեմա Վարդանյանի կյանքում, նա ձգտեց, որ իր ընտանիքի մյուս անդամները եւս իրական Աստծուն դառնան։ Իմ կյանքի փափագներ ամենամեծ իմ դարդը, որը իմ զավակով էր։ Աստված ողորմեց, որպիսի իմ զավակը փրկություն ունենա, նա պետք է սկզբից ինձ փրկեր, որպիսի ես լինեմ իմ զավակի համար խնդրող եւ աղոթող անդադար ամեն ժամանակ հույսով սպասող վստահող Աստծուն, որ նա մի օր կգա օրը եւ ինքը կփրկվի։ Եվ դա կատարվում էր իմ կյանքում։ Դա բավականին երկար ժամանակ տևեց։ Իմ ապաշխարելուց հետո 10 տարի ես անդադար աղոթում էի. Տեր, փրկի իմ զավակին։ Եթե ինքը չփրկվի, իմ փրկությունս իմաստ չունի ինձ համար։ Բայց Աստված պատրաստում էր եւ ինձ եւ իրան, որովհետեւ փրկությունը դա ինքը պետք է գար այդ օրը, ամեն մեկիս մի օր է նշանակած, որ այդ օրը Տերը պետք է հայտնի հայտնապես իրան մեզ փրկվողներիս։ Եվ այդ օրը ես չգիտեի, ես վրազում էի, ես ուզում էի մի օր էլ շուտ իմ զավակս փրկվի, դա իմ համար կլինի ամենամեծ երջանկությունը։ Փառք Աստծո, որ այդ օրը եկավ։ Եվ հիմա ինքը մեծ աշխատանք է կատարում իմ զավակի հետ, շատ մեծ, եւ փառք Աստծո, որ ինքը պատրաստեց իրան եւ իմ զավակը թույլ է տալիս, որ Աստված իր հետ այդ աշխատանքը կատարի, որպիսի ինքը ամբողջովին լինի Աստծո զավակ։ Փառք Տիրոջը։ Ես համոզված եմ, որ դա լինելու է։ Մյուս փափագս, որ իմ Տիգրանս ապաշխար էր, որովհետև երբ որ ապաշխարությունից հետո ես կարդում էի ավետարանները, ես այնքան սիրով էի լցվում այդ խոսքին ու փափագում էի, ասում էի, այս խոսքը ինքն էլ կարդա, ինքն էլ վայելի, այնքան սեր, այնքան խաղաղություն կար, այնքան հույս կար ավետարանների մեջ։ Փառք Տիրոջը, որ Տերը այդ իմ աղոթքներն էլ լսեց, անչափ շնորհակալ եմ Աստծուն, որ ինքը դա էլ արեց, եւ այսօրվա օրով մի բան որ լինում է, մենք բարձրաձայն կարդում ենք մեկս մյուսին, ասում ենք լսի տես ինչ է դա, ինչ լավ է ասվում Աստծո խոսքի մեջ, եւ դա մեր կյանքում մեզ շատ բաներ է սովորացնում եւ շատ բաներ փոխում է։ Եվ եկավ այն օրը, որ մենք մի քանի հոգի նոր եկողներից մենք ապաշխարեցինք։ Մինչև այդ հովիվը մեզ բացատրեց ինչ բան է ապաշխարումը։ Նա հասկացրեց մեզ, որ մարդը իծանե մեղավոր է։ Դա շատ նուրբ ձևով ինքը մեզ ասեց, որտեղ երբ որ մարդուն միանգամից ասում ես դու մեղավոր ես, ինքը հետ է քաշվում։ Ինքը սկսում է հարցեր տալ, ինչ եմ արել որ մեղավոր եմ։ Դրա համար մեր հովիվը շատ նուրբ ձևով, շատ ճիշտ ձևով Աստվածաշունչը եւ իր անձնական կյանքի փորձը բացատրելով մեզ հասկացրեց, որ այո, մենք մեղավոր ենք, բայց մեր մեղքերը վերցրված է եւ Գոլգոֆայում խփված է խաչի վրա։ Մարդու էության փոփոխությունը բարդ եւ համակցված գործընթաց է, սակայն երբ Աստծո միջնորդությունն է լինում այդ գործընթացին, անհնար է չնկատել այդ ամենը։ Նախքան Աստծու գալը, նախքան ապաշխարելը, ես մի անձնավորություն էի, որը այդ բոլոր տարիների ընթացքում իմ մեջ այնքան էր հիմնել ինքնավստահություն, ես ոչ մեկին, ոչ մի հարցում, ոչ մի պարագայում չէի լսում, իմ մոտ բացարձակ այն կարծիքներ, որ ամենալավ ու ամենաճիշտ հարցի լուծումը ես գիտեմ, ինձ համար շատ հարցեր կային այս աշխարհում, որը
դա եթե մեկի համար տրված չէր, ինձ համար տրված էր, կարծես թե ես ավելին էի, քան մյուսները։ Ես չունեի համբերություն մարդկանց լսելու, հասկանալու մինչև վերջ։ Ես կարայի խոսքի կեսից ընդհատեի թողնեի հեռանայի, որտեվ դա ինձ այլևս հետաքրքիր չէր։ Շատ բաներ կար, որ իմ անձս ինձ ամեն կերպ հեռացնում էր Աստծուց։ Փառք Աստծո, որ Տերը ինձ լավ ճանաչելով, շատ լավ ճանաչելով, անգամ ես չգիտեի, թե ես ով եմ, որովհետև ապաշխարությունից հետո այնքան բաներ բացահայտվեց, թույլ տվեցի, որ Աստված գործի, բաներ կար, որ շատ դժվար էր, ասեմ նաև տհաճ էր, բայց փառք Աստծո, որ Տերը արեց այդ գործը մինչև վերջ ու ես կարողացա այդ բաներից ազատ ագրվել, ինքնավստահությունից, ինքնահավանությունից, մարդկանց թերագնահատելուց ու ավելի ինձ բարձր դասելուց ուրիշներից եւ ամենակարևոր բանը կային մարդիկ, որոնք ինձ շատ ցավ ու շատ վիրավորանք էին հասցրել, ես իմ մեջ ատելություն էր լցված այդ մարդկանց հանդեպ, Աստված դրեց ներման հիմքը իմ մեջ, ես այսօրվա օրով բոլորին ներել եմ եւ բոլորին ազատ եմ արձակել, փառք Աստծո դրա համար, ես դա անողը չէի մինչև Աստծուն գալը, ես դա հաստատ եմ ասում։ Ջեմայի եւ Տիգրանի ընտանիքում Աստված իր առաջնային տեղն ունի։ Վերջիններս էլ փորձում են առաջնորդվել Աստծո խոսքով, լսել Աստծո ձայնը եւ կատարել նրա ասածը։ Երբ որ իմ ծնողները մահացան, ես ասեցի Տեր ջան, ես էլ չունեմ հայր, էլ չունեմ մայր։ Խնդրում եմ, դառի ինձ համար եւ հայր եւ մայր։ Մինչև այդ ես քեզ ասում եի հոգեվոր հայրս։ Հիմա դու նաև իմ համար մարմնավոր հայր ես, մարմնավոր ծնող, որովհետև ես էլ չունեմ մի տեղ, որ կարող եմ գնամ պատմեմ իմ դարդերը, մինչև հիմա կա դա գլուխս դնեմ մեկի մորս կրծքին եւ ասեմ գիտես, sense մի դժվար, էլ չունեմ տեղ, բայց կա մեկը, որին ես կարող եմ խոստովանվեմ, նա կլսի ինձ, ու ես իրան կարող եմ ասեմ, այն ամենագաղտնիքը, որ ես ոչ մեկին չեմ ասի, որովհետև նա ինձ չի քննադատի, չի ծաղրի, չի ասի, այդ տարիքին ես ինչ հարցեր ես դու ինձ տալիս, նա միշտ ինձ կլսի եւ քնքուշ ծնողի նման հարցի պատասխանը գտա։ Այդ կուզենա ասել։ Հետո եկեղեցին Աստվածը փոխում է մարդուն։ Ես հավատում եմ, որ մարդը պիտի փոխվի, որովհետեւ ես ինքս փոխվել եմ։ Փոխվել եմ գիտեք ինչ տեսակետից, իմ տեսակետը դեպի մարդը, դեպի աշխատանքը, դեպի մարդկային հարաբերությունները Գիտեք ինչ, դեպի ամեն ինչը, տենց ասենք, որ շատ չասենք, դեպի ամեն ինչը։ Ու այն գաղափարը, որ Աստված ամեն ինչ տեսնում է, անգամ եթե դու մութ սենյակում ես եւ ինչ-որ մի բան կորակցած, ու Տերը տեսնում է, ու դա շատ մեծ դաստիարակում է մարդուն, ասեմ ձեզ։ Տերը ինքը իրանով, մենակ մխիթարիչ չնա, դաստիարակող է, նա ծնող է։ Ու ասեմ ձեզ, որ շատ լավ ծնող է։ Որտեւ մայրս կամ հայրս կարող է իր ավել սիրով ինձ փչացնել։ Իսկ Տերը ինձ սիրում է այնքան, որ ինձ չփչացնի։ Աշխարհի կյանքում, քանի որ ես շրջապատված էի մարդկանց դրսևորումներով, մարդկանց կարծիքներով, գործողություններով, եւ դրանք շատ հաճախ սխալ էին եւ վնաս էին ինձ համար, ես Տիրոջ դեմքում գտա այն մեկին, որին ամբողջովին կարող եմ վստահել, որովհետև նա ինձ երբեք չի դավաճանի, նա ինձ սխալ ճանապարհ չի տանի, նա ինձ չի հաճախոսի, նա կեղծավոր ոչ մի բան չի անի, նա չի անի այն ամենը, ինչը որ ինձ համար կլինի վատ, ես վստահում եմ, նա իմ ամենահարազատ, ամենամտերիմ, ամենացանկալի, ամենասիրելի, ամենավստահելի, ամենա իմ հարազատ ընկերն է։ Ես սիրում եմ Աստծուն եւ շնորհակալ եմ իրան, որ ինքը գրավեց այդ տեղը իմ կյանքում։ Ես անչափ շնորհակալ եմ եւ ասում եմ՝ Տեր, ամբողջովին վստահում եմ քեզ։ Դու իմ ընկերն ես, դու իմ միակ ընկերն ես։
Ահա մի ընտանիքի պատմություն, ուր Աստված կյանքեր է փոխում։